Ընդհանրապես Վանաձորը շատ մեզ համար արկածային քաղաք է։ Մի անգամ պետք է գնանք ջունգլի, կարծեմ այնտեղ էլ եկեղեցի կա, չէ՞, ջունգլիներում եկեղեցի կա, ինձ ասեցին։ Եվ շատ ուզեցա տեսնեմ ջունգլիների եկեղեցին, որտեղ է։ Եվ երկար փնտրտուքներից հետո մոլորվեցինք։ Եվ հեռախոսով Արմանի հետ էի խոսում Վաչիկ եղբոր տղայի հետ, ասում եմ Արման, չեմ գտնում տեղը, արդեն հուսահատված էի, ասում էր մեկին կանգնացրա, հարցրա, որտեղ ես, որ ես իմանամ քեզ ոնց հուշեմ որ գաս։ Ասի շատ բարի։ Մի կին էր անցնում, միջին տարիքի կին էր անցնում, կանգնեցեցի, ասի խնդրում եմ տիկին, ինձ կասեք ես որտեղ եմ գտնվում։ Ասես թարս նայեց ինձ ասեց Վանաձորումը։ Ասի շատ հետաքրքիր է, մերսի։ Լավ է, չասեց Հայաստանի Հանրապետությունում։ Նույն ձևով, երբ որ այո, զանգում ենք մեկ այլ տեղ պետք է գնանք այս վերջին անգամ երբ որ նոր տարվան Ռաֆայել եղբոր այցի ենք եկել, հետո մեկ ուրիշ տեղ պիտի գնանք, հետո խոսում ենք, ասում ենք ուր գանք, ասում են եկեք դիմացը։ Մենք է մտածեցինք, ես մեր դիմացը պետք է գնանք, գնացինք, վերջում մի տեղ հայտնվեցինք ու հարցում ենք, ասում ենք որտեղ է դիմացը, ասում են հակառակ կողմումը։ Մենք ասում ենք ուրեմն Վանաձորում դիմացը հակառակն է, լավ, էդ էլ իմացանք։ Այնպես որ շատ հետաքրքիր արկածներով ենք անցնում, երբ որ Վանաձոր են գալիս։ Չգիտենք այսօր ինչ կգա մեր գլխին, բայց մի լավ բան գիտենք, ասում է արդարի գլխին պսակ եւ յուղ կգա։ Այնպես որ շատ մեզ համար պատիվ եւ վայելք է լինել ձեր մեջ, սիրելի քուրեր, եղբայրներ, բոլորը թանկ եք ինձ համար, հարազատ եք ինձ համար, ամեն անգամ Վանաձոր գալուց երկու զգացողությամբ եմ գալիս Ռաֆայել եղբայր, երկու տպավորություններ էին մեջ արթնանում դեռ վաղ, դեռ երիտասարդ ուսանողական տարիներից մեկը, եւ այդ առաջ տպավորությունը այն էր, երբ որ ես պետք է քննությունների ժամանակ կանգնեի դասախոսա պրոֆեսորական անձնակազմի առաջ եւ քննություն տայի, դա առաջի տպավորությունն է եւ այդպես գալուց պատրաստվում եմ, որովհետեւ ես իսկապես խոնարհվում եմ Աստծուն մեծ գործերի համար, որ Տերը արել է ձեր մեջ եւ պատիվ է գտնվել ձեր մեջ եւ ծառայել ձեզ։ Եվ երկրորդ տպավորությունը, որի մեջ արթնանում է, հիշում եմ իմ ամուսնության օրը, իմ պսակի օրը, երբ որ մանրակրկիտ պատրաստվում էի, որ որևէ բան բաց չթողնեի։ Այնպես որ երբ որ գալիս ենք եկեղեցի, այո, պրոֆեսոր Հիսուսի առաջ քննություն ենք հանձնում եւ նաեւ նրա եկեղեցու հարս եկեղեցու հետ մասնակցում ենք նախահարսանեկան տոնակատարությանը։ Մենք պատրաստվում ենք, պարապում ենք, որ երկնքում ամեն բան իդեալական լինի, փառտիրոջը սիրելիներ։ Եվ ինձ հետ է Արմանը, Վարդանը, Դավիթը եւ իմ թանկագին կինը եւ մեր բալիկները։ Ուրախ ենք ձեր մեջ ներկա լինելու եւ ուզում եմ ողջունեմ իմ թանկ ընկերոջը, բանակային, չգիտեմ ինքը էստեղ է թե չէ, Տարոնը։ Որտեղ է Տարոնը, ամենավերջում է, դուր ես գնացի այդ Տարոն ջան, ինքը մեր ավակն էր, մեր դասակի ավակն էր, հրամանատարն էր եւ միասին ծառայել ենք եւ ես երեք հիշում եմ այն օրերը, երբ որ մտնում էի մի տեղ, մի անկյուն էի գտնում, աղոթում էի ամեն մեկի համար հատ առ հատ, որպեսզի Տերը փրկության արժանացնի, ապաշխարության արժանացնի եւ որքան ինձ համար Տարոն ջան հուզիչ էր մեր հանդիպումը այս կողքի միջանցքում, երբ որ ինձ փաթաթվեց եւ ասեց ինձ հիշում ես, ինձ համար դա իսկապես շոկ էր եւ ասում եմ Տեր, ինչքան նրբանկատ Աստված ես դու, մեր ոչ մի աղոթքները անպատասխան չես թողնում։ Ես հիշում եմ մի գորիսեցի էլ ունեինք մեր այդ ծառայության մեջ, ուրիշ վաշտից էր, մի անգամ մոտեցավ ինձ, հանդիմանեց, ծաղրեց, ձեռ կառավ, ես իրան ժամադրեցի գետի մոտ։ Ասի ես ինչ ժամին նոյեմբերի 25-ին գետի մոտը ժամը 6-ին կգաս։ Եկավ գետի մոտ, գիտեր թե պետք է հաշվառդար անը իր հետ, նայեցի ուղիղ իր աչքերի մեջ, այսի խոսքս լավ հիշիր, դու Աստծո որդի ես դառնալու շուտով։ Էլի ջղայնացավ, էլի ինձ ծաղրեց, էլի բաժանվեցինք, ես այլևս իրան չտեսա։ Անցավ մոտավորապես 2 տարի, ես տանը տնային ժողով եմ անցկացնում ու հրատապ զանգ եմ ստանում։ Կինս գայս ասում է քեզ են ուզում, ասում եմ ասա որ հիմա ժողովի մեջ են, ասես չէ շատ շտապ է։ Երբ որ գնացի հեռախոսը վերցրեցի եւ այն կողմից ասում է Վազգեն հիշում ես դու, ասում եմ ոչ, ասում է ես Արշակն եմ, որ ինձ Գորիս էիք ասում, հիշում ես։ Ասի հա Արշակ ջան հիշեցի։ Հիշում ես այն մեր օրը, երբ որ մենք հանդիպեցինք, ասի չեմ հիշում։ Նոյեմբերի 25-ն էր, այդ օրը դու ինձ գետի մոտ առանձին թողեցիր, բայց Հիսուսը եկավ եւ ինձ գրկեց, սիրտս տվեցի իրան։ Ես ասի
Արշակ ջան, այնքան կուզենամ քեզ տեսնեմ, որտեղ ես Գորիսում դու ապրում։ Ասես կարիք չունես իմ հասցեի։ Պարզապես մտի Գորիս, հենց առաջի հանդիպակաց մարդուն ասա հավատացյալ Արշակը որտեղ ապրում քեզ ցույց կտան։ Որովհետև դարձել էր այդ քաղաքի ավետարանիչը, ամբողջ քաղաքը տակնու վրա էր արել։ Այդպես էլ եղավ, հավատ ասում եմ, երբ որ Ղարաբաղ էին գնում, մտան Գորիս, հարցեցինք առաջին իսկ հանդիպակաց մարդուն Ռաֆայել եղբայրին, որտեղ հավատացյալ Արշակն ապրում, մատով իր տան տեղը ցույց տվեցին։ Այնպես որ փառք ասում բոլոր փրկվածների համար, բոլորիս համար, որ Տիրոջ տան մեջ են եւ վայելում ենք նրա շնորհքը, փառքը, իսկ ովքեր որ ապաշխարած չեն, Աստված ապաշխարություն պարգևի եւ մեր աղոթքներին պատասխան ուղարկի սիրելիներ։ Կուզենամ միասին բացենք Ելից 3-րդ գլուխը, բայց նախքան բացելը առավոտյան մի գիշերը մի պատմություն ինձ ուղարկեցին շատ հետաքրքիր, ասում են, որ Նապոլեոնին վերում լուր են հասցնում, որ իր բանակի մեջ, իր զորքի մեջ կա մի զինվոր, որի անունը նույնպես Նապոլեոն է, բայց այդ զինվորը շատ փնթի, անպատասխանատու, անպարտաճանաչ զինվոր է, բայց կրում է Նապոլեոն անունը։ Գեներալը հրավիրում է նրան իր սենյակ եւ շատ խիստ հայացքով նայում է այդ զինվորին, ասում է՝ լսի, քեզ մի բան եմ ասում, կամ անունդ փոխում ես, կամ էլ կյանքդ ես փոխում, որովհետև դու իրավունք չունես այդ անունը կրես, բայց անպարտաճանաչ կյանքով ապրես։ Իհարկե զինվորը խոհեմ է գտնում եւ իր կյանքը փոխում է։ Երբ որ ես այս պատմությունը լսեցի, որքան նման է, որքան հարիր է մեր իրականությանը, որ շատերս կարող է Քրիստոսի անունը կրենք մեզ վրա, բայց Քրիստոսի բնույթը չունենանք մեր մեջ։ Դա համար այսօր կուզենամ փոխենք մեր կյանքը, որպեսզի նրա անունը արժանավայել կերպով կրենք, սիրելիներ։ Մի խոսքով Ելից 3-րդ գլուխ պատմությունը քաչ հայտնի է շատերիս, Մովսեսի դեգերումների մասին է, երբ որ անապատում թափառում էր, երբ որ անապատում իր աներոջ գառներն էր արածեցնում, եւ երկրորդ խոսքն ասում է հասավ Աստծո Քորեբսարը եւ երևաց նրան մորենու միջից Եհովայի հրեշտակը կրակի բոցով եւ նա տեսավ, որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։ Ես կարող եմ մի աստիճան ներքև կանգնել, Մոկոջանից համար մի քիչ անսովոր է, այսպես լավ է։ Մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ Գիտեք, Մովսեսը շատ մորենիներ էր տեսել իր կյանքի մեջ, որոնք այրվում էին։ Ամենևին այրվող մորենին անապատում դա ֆենոմեն չէր, դա նորմալ էր։ Այդ կիզիչ արևի հարվածից, այդ ճառագայթներից մորենիները ամենուրեք էին վառվում, որովհետև իրանք շատ կպչուն էին, հեշտ կպչուն էին, չորանում էին եւ այրվում էին։ Եվ Մովսեսը բազմաթիվ նման երևույթներ էր տեսել, բայց այս երևույթը գրավեց նրա ուշադրությունը, հափշտակեց նրա միտքը, ոչ թե կրակը, ոչ թե այրվելու ձևը, ոչ թե մորենին, այլ մի երևույթ, որ այդ մորենին այրվում էր, բայց չէր սպառվում։ Այսօրվա ինձ պատգամը հենց այդպես է կոչվում, ինչպես վառվել, որ չսպառվել։ Կարող ենք ասել, կրկնել, ինչպես վառվել, որ չսպառվել։ Հենց այստեղ է աստվածային կրակի հատկությունը, այդ կրակը մեզ չի սպառում, այդ կրակը շուտ չի վերանում, այդ կրակը մի հատ ուղղակի բոց չի երևութական, ոգևորվածության մի ալիք, այլ այդ կրակը անմար կրակ է եւ անմահ կրակ է, քույրեր եղբայրներ։ Եվ ուզում եմ բարի լուրն ասեմ ձեզ, Քրիստոսը, այն կրակը, որ բորբոքեց մեր մեջ, անկարելի է, որ մարի այդ կրակը, եթե մենք ինքներս չմարենք։ Ուրեմն այսօր սրա մասին պիտի խոսենք, ինչպես վառվել, որ չսպառվել։ Զաքարիա մարգարեության 4-րդ գլխի 2-րդ խոսքում Տերն ասում է, ինչ ես տեսնում, ասես մի ոսկե ճրագակալ եմ տեսնում, որի մեջ կրակ կա, եւ Տերն ասեց այդ ճրագակալը այդ երկու վկաներն են, այսինքն իմ ծառաները, որոնք ճրագակալներ են, որոնց մեջ յուղ կա եւ որոնց մեջ կրակ կա։ Գիտեք, սիրելիներ, Տերն ինչու համար մեզ յուղ տվեց։ Յուղը ոչ միայն փափ կացնելու հատկություն ունի եւ շատ այլ հատկություններ, յուղը նաեւ կրակ է առաջացնում։ Յուղը ապահովում է կրակի շարունակականությունը, կրակի բորբոքվածությունը, որ այդ կրակը միշտ մեր մեջ անմար լինի։ Ահա ինչի համար է օծությունը մեզ տրված։ Մենք նման ենք մի անոթի, որի մեջ պետք է յուղ լինի եւ որի մեջ պետք է կրակ լինի։ Ես ինքս իսկապես Աստծուց մեծ ինձ համար օրհնություն է եղել, պատիվ է եղել ապաշխարել դեռևս 90-ականների սկզբներին։
90 թվականից սկսած, երբ որ հոգեկալստական արթնության կրակը բռնկել էր ամբողջ Հայաստանը, երբ որ Հայաստանում կարծես այլևս գյուղ չէր մնացել, որ ավետար անված չլիներ, երբ որ Երևանի մեջ այլևս դալիս չէր մնացել, որ տեղավոր էր այդ սուրբերի բազմությանը, եւ քաղաքային իշխանությունները արտոնեցին եկեղեցուն մի բլուրի վրա հավաքվեն, որը կոչվում էր Փարոսի բլուր։ Ես ինքս հիշում եմ, երբ որ 9 տարեկան, 8 տարեկան, 10 տարեկան պատանի էի, նստում է տրամվայը, շինարներից իջնում է Լենինգրադյան եւ տրամվայի վերջի կանգառը Փարոսի կանգառն էր, կացևոն էր։ Բոլորը հավատացյալներ էին, տեղ ու դադար չկա, Ռաֆայել եղբայրը լավ կհիշի, կրակի տարիներ էին սերներ, անկարելի էր չբորբոքվել, մարդկանց մեջ ծարավ կար, փափփակ կար, կրակ կար Աստծո նկատմամբ, եւ այդ կրակը տարածվում էր անդադար եւ կարծես մտածում էր, որ այս կրակը չի սպառվելու, կար խանդավառություն, կար ոգևորվածություն, կար հսկայական ալիք, ինձ հետ ապաշխարեցին իմ տարեկիցների շատ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, ես հիշում եմ, ինչպես մանուկ էինք, բայց եկեղեցում քար լռություն էր, ինչպես էինք տարված ավետարանով, գերված ավետարանով, կարիք էլ անգամ մանկականի չկար, որովհետև կարիք չկար մեզ հետ մանկական լեզվով խոսելու, այնքան Տիրոջ ներկայությունը թեժ էր, որ հափշտակվում էինք։ Բայց անցան տարիներ, ալիքը մի քիչ ցածրացավ, կրակը մի քիչ թուլացավ, ոգևորվածության այդ հոսքը կարծես մի քիչ մարեց, աժոտաժը անցավ եւ ցավոք այդ ալիքի հետ շատերն էլ ինչ եղան, կորան։ Այդ կրակի հետ շատերն էլ մարեցին, այդ բորբոքվածությունը, խանդավառությունը մարդկանց մոտ անցավ։ Ոմանք երբ որ հասունացան, ոմանք իրենց տվեցին ուսմանը, մեկը նվիրեց իրեն սպորտին, մյուսը մեկնեց Միացյալ Նահանգներ, այն մյուս ընտանիքով Ռուսաստան, այն խանդավառությունը, որ կար, այլևս մարեց նրանց ներսում։ Եվ շատերն այսօր հանգած կրակի նման են։ Ովքեր հին սերունդից են կհիշեն կոմունիստական ժամանակաշրջանում բոլոր քաղաքների մեջ գրեթե կար մի կրակ, որը կոչվում էր ինչպիսի կրակ, անմար կրակ եւ անմահ կրակ, հա? Այո, վեչնի ագոն ռուսերենով։ Եվ նվիրված էր հայրենական մեծ պատերազմի զոհերին, նվիրված էր հոկտեմբերյան ճակերտավոր մեծ հեղափոխությանը, եւ մարդիկ գնում էին այդ անմար կրակների մոտ, խոնարհվում էին, ծաղիկներ էին դնում, եւ ես միշտ հարցնում եմ պապիկին, ասում եմ, ինչու այդ կրակը կոչվում անմար։ Նա ասում է, որովհետեւ դա անմար է։ Եվ իմ մոտ միշտ այդ տպավորությունը կար։ 80-ականները վերջացան, եկավ 90-ական թվականները, եկավ բլոկադան, երբ որ գազի տրուբաները հիշում եք Մարնեոլում անդադ պայթեցնում էին եւ անմար կրակները մի բան հասկացան, որ իրանք հավիտյան չեն, որ իրանք անմար չեն։ Անկամ Ծիծեռնակաբերդի Եղեռնի անմար կրակն էլ դադարեց անմար լինելուց այդ օրերին, մարեց։ Եվ որքան նման է շատ հավատացյալների, ովքեր նման ձևով մտածում էին, որ իրանք անմար կրակի մեջ պես պիտի միշտ բորբոքվեն, բայց երբ որ ճգնաժամ էր գալիս մարդկանց կյանքի մեջ, ինչ է լինում, մարում էր նրանց միջի խանդավառությունը, ոգևորվածությունը եւ կրակը, որովհետեւ այստեղ հարց, արդյոք այդ կրակը որքանով էր Աստծուց բորբոքված մարդկանց մեջ եւ որքանով էր ոգևորվածություն։ Շատերն են ինձ հարցնում, ովքեր որ 90-ականների սերունդից են, կան այստեղ մարդիկ, ովքեր 90-ական թվականներին են ապաշխարել։ Ունենք, բայց զգալի չի, այսինքն մեծ մասը ավելի ուշ են ապաշխարել եւ փառք Աստծո, ուրախ ենք դրա համար։ Բայց մարդիկ հարցնում են ինձ, ասում են, ինչպես դու կարողացար գոյատևել, ինչպես անցար այդ վայրիվերումների միջով, հալածանքներ, ծանր իրավիճակներ, ծնողներից հալածանք, հարազատությունից հալածանք, դասախոսներից հալածանք, կյանքի սուղ միջոցներ, ինչպես դու դիմացար, որտեղից ես այդքան էներգիա վերցնում, որտեղից ես վերցնում այդ կարողությունը։ Գիտեք, շատերը երբ որ նայում են ինձ, մտածում են, ես շատ հանգիստ, շատ դինջ անձնավորություն եմ, հնարավոր է այդպիսի տպավորություն թողնեմ, բայց ես անդադար շարժի մեջ եմ, իմ կնոջ եթե հարցնեք, ինքը ձեզ վստահ կասի, որ այդպես չի, ինքը շատ անհանգիստ անձնավորություն է։ Ես չեմ կարող հանգիստ տանը նստել ինձ համար, ես անպայման մի բան պիտի անեմ, մի գիրք պիտի կարդամ, մեկին պիտի քարոզեմ, ինչ որ մի գործողություն պիտի անեմ Աստծո համար, որովհետև իմ մեջ մի կիրք կա աստվածային վառվող, որ ինձ հանգիստ չի թողնում։ Եվ շատերը ինձ հարցնում են, ասում են, որտեղից քեզ այդ կարողությունը։
վերջի 10 տարում մոտավորապես 40 գիրք թարգմանած, 100,000-ից ավել հայերեն լեզվով միայն գրականություն տպագրած, սա գիտեք ռեկորդ է Հայաստանի համար, որի մեծ մասը սպառվել է եւ մարդիկ կարդում են եւ ամենուրեք օրհնվում են, մոտավորապես 5-ից 7 երկրներում պարբերաբար ես պետք է այցելեմ, ծառայեմ տարբեր ազգությունների, հատկապես մեծամասամբ մուսուլմանական ազգությունների, ընդհատակյա եկեղեցիներ, վտանգներ, սպառնալիքներ, ավետարանի համար անգամ հանուն ավետարանի օրենքներ ես խախտում տարբեր երկրներում, որ խոսքը մարկանց հասցնես, սպառնալիք տարբեր կողմերից եւ հարց նորից չես ձանձրանում, որտեղից ես վերցնում այդ զորությունը։ Ես այսօր ոչ թե ինձ եմ ուզում ներկայացնեմ, այլ ինձ զորություն տվող աղբյուրին, որի անունն է Հիսուս Քրիստոս սիրելներ։ Եվ մարդիկ նորից հարցում են, ասում են, լսի, ես այս վերջերս եմ հաշվում, մի քիչ պասիվացել եմ քարոզչության մեջ։ 2 տարի առաջ շաբաթական 6 անգամ էի քարոզում, հիմա 4 անգամ եմ քարոզում։ Բայց սա գիտեք իրականում օրհնություն է ինձ համար, որովհետև խոսում եմ մի բանի մասին, իմ շուրջը արդեն քարոզիչներ կան, եղբայրներ կան, որոնք փոխարինում են ինձ։ Եվ ես փափագում եմ այն օրվան, որ մի շաբաթ անցնի առանց քարոզելու։ Ուղղակի նստեմ ու վայելեմ եկեղեցու մեջ։ Բայց գիտեմ չի թող ինքը դա անեմ, միտեղ կուղարկի անպայման։ Եվ հարցում են, որտեղից այդքան էներգիա, որտեղից ես լիցքավորվում, որտեղ ամեն մի քրիստոնյա պետք է ունենա մի վայր, որտեղ այդքան բեռնավորված վիճակով գնա, լիցքաթափվի ու լիցքավորվի։ Եվ Հիսուսը դրա անունը դնում է աղոթքի ներքին սենյակ, Աստծո հետ ծածուկ հարաբերություններ, խորը հարաբերություններ Տիրոջ հետ, որտեղից դու կարող ես լիցքավորվել։ Եվ իմ պատասխանը մարկանց սա է, երբ որ ասում են չես հոգնում, ես ասում եմ հոգնում եմ, բայց շատ արագ ինձ նետում եմ նրա գրկի մեջ, իսկ նա ինձ նորոգում է, նա ինձ զորացնում է, նա ինձ թև է տալիս, նա ինձ առաջ է մղում, նա ինձ կարողություն է տալիս իր ավետարանի համար ամեն բան անելու համար սելներ։ Գիտեք, տարածված մի մոլորություն կա, ես այս վերջերս փորձում եմ մի ուսումնասիրություն անեմ Ռաֆայել եղբայր, թյուր ըմբռնելի ավետարանական խոսքերը, որ հավատացյալները սխալ տեղ են կիրառում, սխալ ձևով են մեկնաբանում։ Եվ կհամարձակվեմ ասել, որ այդ խոսքերից մեկը Փիլիպեցիներին գրված ուղերձում է գտնվում, օրինակ այդ խոսքը ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Դե թե այդպես է, ինչու մեզ 9-րդ հարգից չեն գցում այդ խոսքով։ Քրիստոսն ինձ զորացնում է, որ ես գործողությունն անեմ։ Եթե այդպես է, ինչ են գնում սովորում բժշկություն։ Էլ ինչի են գնում գիտություններ սովորում, եթե Քրիստոսը շատ հեշտ ու հանգիստ մեզ կարող է զորացնել ամեն բանում։ Գիտեք, ինչու՞մ է Քրիստոսը մեզ զորացնում։ Որտեղ էր Պողոսը գրում այս խոսքերը, նա բանտի մեջ էր, քույրեր եղբայրներ։ Ինչ էր ուզում ինքը ասել, որ ասում է ես կտանեմ դա, ես կարող եմ այդ ամենն անել։ Ինչը նա կտաներ այդ փորձությունները, նա ամեն բան կարող էր, այսինքն նա կարող էր այդ նեղություններն էլ տանել։ Նա կարող էր կրել ամեն տեսակ հալածանքներ Քրիստոսի համար։ Եվ վերջի խոսքը շատ կարևոր է՝ ինձ զորացնող Քրիստոսով։ Քույրեր եղբայրներ, եթե Քրիստոսը ինձ մի բանի մեջ չի զորացնում, ես այդ բանը չեմ կարող անել։ Բայց եթե զորացնում է ինձ, ես դա կանեմ։ Բայց առանց նրա ես չունեմ այդ զորության աղբյուրը եւ կարողությունը։ Հոգնում ենք, այո, բայց չենք հարատևում այդ հոգնության մեջ, որովհետև Քրիստոսը մեզ զորացնում է։ Ես հիշում եմ մի եղբայր, մի քարոզիչ կար, եւ մի անգամ վկայեց, ասում է մի անգամ այնքան էի հոգնած, ամեն ինչից կյանքից էի հոգնել, ինձանից էի հոգնել, այս աշխարհից էի հոգնել, եւ ասում է Եղիայի պես այդտենց հոգնած գնացի Տիրոջ մոտ։ Տեսել եք, հոգնած քարոզիչներ, հոգնած հովիվներ։ Շատ ողբերգական է իրանց վիճակը, անմխիթար է կարծես, եթե իրանք Աստծով չեն նորոգվում։ Եվ ասում է գնացի Տիրոջ մոտ, ասի Տեր, հոգնել եմ ես ամեն ինչից։ Եվ մեկ էլ ասում է նկատեցի, որ Աստված վերևից ինձ նայեց եւ ասեց իրավ զավակս։ Ասում է որ չտեսա իրան այդ վիճակում, ասեց չէ, Տեր ջան, այդ ուղղակի ասում էի։ Որովհետեւ ասում է եթե հոգնել ես, տանեմ քեզ ինձ մոտ, խնդիր չկա։ Աստված մեզ պահել է երկրի վրա, որ ոչ թե ուղղակի հոգնած քարշ տանք մեր գոյությունը, այլ ամեն օր նորոգվենք Քրիստոսով եւ իր զորության կարողությունով գնանք առաջ եւ իր ավետարանի գործը անենք։ Ինչպես վառվեմ, որ չսպառվեմ։ Մենք այսօր պետք է դրա մասին խոսենք։
Կան այստեղ 10 տարվա հավատացյալներ, ունենք 10 տարվա հավատացյալներ, այս մասում կան 20 տարվա հավատացյալներ այստեղ, այո, ձեռքը գնալով քչանում են, ստավկան մեծացնենք, իսկ 30 տարվա հավատացյալներ ունենք, 30 տարվա, Իհետ կուզենամ կանգնեք դուք, կանգնեք, սիրելի եղբայրներ, քույրեր, ովքեր 30 տարվա հավատացյալներ են, կուզենամ մի հատ ողջունենք այս սիրելիներին, իրանք հերոսներ են, հերոսներ, 30 տարի ապրել Հայաստանում և մնալ հավատացյալ, դա հերոսություն է, և տիրոջ հետ քայլել, ապրել, հիմա եթե սիրելիներին հարց տամ, ասեմ ոնց եք դիմացել, վստահ եմ իրանց պատասխանը սա կլինի, մենք չենք դիմացել, մենք ապրել ենք ուղղակի Քրիստոսին, վայելելով, ամեն, որտեղ քրիստոնեություն դա դիմանալու բան չի, դա գոյատևում չի, դա թշվառություն չի, դա վայելք է Քրիստոսի հետ, քույրեր եղբայրներ, հալելույա, և փառք իրեն սրա համար, մենք ունենք մի վայր, որտեղ կարող ենք լիցքավորվել, տեսել եք մեքենան, պատկերացրեք մի հատ մեծ մեքենա, իրա, գիտեք, վառելիքը կարող է տեղում լինի, ամեն ինչ սարքին լինի, բայց մի փոքրիկ մասը, եթե հանենք այդ մեքենայից, ինքը ուղղակի խոտ չի ընկնի, խոտը հայերեն ոնց է, չգիտեմ, այս վերջես պարսկա եղբայր էր պատմում, ասում է միտեղ հյուր էի, և այդ եղբայրը, այդ հյուրը, տան հյուրը, ասում է, դե ես ասում է ցուրտ է, գնամ մի հատ մեքենան խոտ տամ գամ, ասում ես մտածի Հայաստանում ավտոները խոտ են ուտում, ինչ են ուտում, ոսը գնամ մեքենային խոտ տամ գամ, ու պատկերացեք մենք, մեքենան իր տեղում կարող է լինի, ակերը անվադողեր իրենց տեղում, բաքը լիքը բենզին կարող է լինի, ամեն ինչ պատրաստ լինի, բայց մի փոքրիկ բան չլինի, և մեքենան տեղից չի շարժում, դրա անունն է մարտկոց, չէ, եթե մարտկոցը, լավ հայերեն ասեմ, որ հասկանաք, ակումուլյատոր, եթե մարտկոցը տեղում չլինի, մեքենան ուղղակի չի գործարկվի իր մոտորը, իր շարժիչը, կայծ չի առաջանա, հոսանք չի ներմուծվի մեքենայի մեջ, և մեքենան շարժիչը չի աշխատի, տեղից չի շարժվի, իսկ ինչ է մարտկոցն իրենից ներկայացնում, ինչ էներգիա կա մարտկոցի մեջ, երկու բևեռներ կան մարտկոցի մեջ, դրական և բացասական, իմ ասացեք ինձ խնդրեմ, եթե միայն դրականը լինի, դրական լիցքերը լինեն, միթե հոսանք առաջանա, ոչ, եթե միայն բացասականը լինի, ոչ, երկուսն ինչ են անում, 21-րդ դարի լեզվով ասած դրայվ են առաջացնում, շարժում են առաջացնում, հիմա նորից հարց, որտեղից այդ էներգիան մեզ, որտեղից ենք մենք այդ լիցքերը վերցնում, որ այդքան շարժվում ենք, մեր մեջ կրակ կա, մեր մեջ շարժ կա, Աստված լիցքավորում է մեզ, բայց այդ լիցքավորումները միայն դրական չեն, քույրեր եղբայրներ, մեր կյանքի մեջ միայն դրականը բավարար չեն, քույրեր եղբայրներ, մենք կարիք ունենք նաև բացասական լիցքերի և դրական լիցքերի, որ շարժ լինի մեր կյանքում, ամեն ասող չկա, բացասական նկատի չունեմ մեղավոր կյանքը, այլ այն նեղությունները, դժվարությունները, փորձությունները, որով մենք անցնում ենք, ինչ է տեղի ունենում, մենք ունենք դրականը, մենք ունենք Աստծո խոսքը, մենք ունենք խոստումները, մենք ունենք Աստծո սերը, սա դրական է, սա հրաշալի է, մենք ունենք Սուրբ Հոգուն, բայց դա բավարար չի, ճակերտավոր իհարկե ասած, որովհետև Սուրբ Հոգին ամենաբավ է, բայց դրանց հետ մեկտեղ մեկ այլ բան է մեզ պետք, բացասական լիցք, որն է բացասականը, դրանք նեղություններն են, դրանք տառապանքներն են, որով անցնում է հավատացյալը, եղբայրը կարդաց, ինչ ձորով ենք անցնում մենք, արտասուքի, մահվան, արցունքներ ենք թափում, դրանք բացասական լիցքերն են, և երբ որ դրանք իրար հետ են գումարում, մենք ստանում ենք աստվածային զորությունը առաջ գնալու համար, քույրեր եղբայրներ։ Գիտեք, այսօր արևմուտքում շատ հավատացյալներ կան, որ ինքնաբավ կյանքով են ապրում, դրական լիցքերով լցվում են։ Ես այս վերջերս տեսա 25,000-անոց եկեղեցի, որի ամբիոնից միայն դրական բան է խոսվում։ Եվ երբ որ հովը հյուր է կանչում, իր մոտ և հատուկ հորդորում է հյուրերին, ասում է, մեր մոտ միայն դրականը կխոսեք, հանկարծ մեղքից չխոսեք, հանկարծ ապաշխարությունից չխոսեք, հանկարծ մարկանց չտրտմեցնեք,
պարզապես դրական ժպիտով գեղեցիկ բաներ ասեք մարդկանց։ Եվ մարդիկ լցվում են դրականով, լցվում են ոգևորվածությունով, որ Աստված այո մեզ սիրում է, որ Աստված խոստումներ ունի մեզ համար, որ Աստված մեր բոլոր խոստումները պիտի կատարի, բա ոնց, որ մենք ամեն բան կարող ենք անել Քրիստոսով, եւ իրանք լցվում են եւ դառնում են ուռած եւ փքված հավատացյալներ։ Տեսել եք այդպիսի հավատացյալներին։ Գիտեք, փուչիկն էլ ուռած եւ շատ փքված է, բայց բավական է մի հատ փուչուր ասեղի ծակ, որ դիպչի նրան, տեղի է ունենում հզոր մի պայթուն, որտեղից բավականին հետո քայքայչ հետևանքներ են առաջանում։ Եվ այդ մարդը պատրաստ չի բացասականին։ Դրա համար իրանք տեղում են միշտ։ Իրանք եկեղեցին ունեն, իրանք շրջանակն ունեն, իրանք սովորել են այդ դրական միջավայրի եւ իրանք կյանքի մեջ որևէ փոփոխություն չկա։ Տեսել եք, երբ որ մեքենայի մարտկոցը նստած է, որպեսզի շարժիչը գործադրեն, ինչ են անում մարդիկ այդ ժամանակ։ Դիմում են հայկական ժողովրդական մեթոդների։ Մեքենան սկսում են ամբողջ աղբերներով թաղովի կոլեկտիվ ձևով աղբեր ջան, մի հատ ձեռքցես ավտոս բրթենք։ Հրել։ Եվ ուսուսի տված միաբան հոգու մեջ մենք հրում ենք այդ մեքենան, որ միտեղ հասցնենք իրան։ Իսկ տեսել եք, երբ որ հավատացյալի զարյատկան է նստում։ Մենք այս վերջերս երիտասարդականով իհարկե մեր երիտասարդները դեռ նոր են իրանց բերում շարժի մեջ Փառք Աստծո մեզ մոտ 50 երիտասարդ պարգևեց Ռաֆայել եղբայր, աղոթում ենք որ 100-ը լինեն այս տարի եւ մեծ մասը նորադարձներ են եւ մեր փառաբանության խումբ այս վերջերս կոտորում էր իրան բեմի վրա, հավատ շարժում ենք մենք սարերը եւ իրանք են շարժվում, բեմներ շարժվում, դինամիկա ընկավ բեմից այդ ժամանակ արդեն անկեղծ եմ ասում, մանիտորը ընկավ, բայց իրանք սենց անշարժ կանգնած են, բայց երգում են, այսինքն ես շարերը կշարժեմ, բայց ես տեղից չեմ շարժվի։ Զարյատկան նստած հավատացյալը ամբողջ եկեղեցին բրթում է իրան, հրում է իրան, ձեռա դնում, այդ նոր մեթոդներն գիտեք, չէ՞ խարիզմատիկ, ձեռա դնում, քցում է, հանում է, քցում է, հանում է, բայց նույնն է, ոչ մի բան չկա իրա մոտ։ Թաչ, այո, մերսը որ ուշեցիր եղբայր, մոռացել է ինքան չեմ գործած է։ Բայց ոչ մի բան չի լինում, ոչ մի բան։ Ոնց ընկավ, տենց էլ վեր կացավ, փոշին թափ տվեց իրա վրայից ու գնաց տուն։ Որովհետև ինքը չի լիցքավորվում Տիրոջ զորությամբ, որովհետև այդ էներգիան շինծու է, խաբուսիկ է, դա ուղղակի մի ֆիկցիա է, որով մենք ոգևորվում ենք պարզապես։ Երբ որ մեր հեռախոսի մարկոցն է նստում, սկսում է տարօրինակ ձայներ հանել, այդպես է թե ոչ։ Մեզ հուշում է, ինձ զարյատկայի դիր։ Եթե դա խելացի հեռախոս է, նոր տերմին են հնարել, խելախոս, խելացի հեռախոս, սմարթֆոն այսինքն, ինքը քեզ սկսի խոսալ հետդ, ասել ինձ դիր զարյատկայի կամ էլ ծանր է սկսում աշխատել, որովհետև իրա լիցքերը պակասում են, բայց երբ որ դնում ես, միացնում ես հոսանքի աղբյուրին, սկսում է լիցքավորվել։ Այսօր սերներ, ուզում եմ, որ ամեն մեկս միանանք հոսանքի աղբյուրին, որի անունն է Տեր Հիսուս Քրիստոս, որն այս Սուրբ Հոգով զորություն մատակարարի ամեն մեկիս կյանքի մեջ։ Ինչ հրաշալի էր երկրպագությունը Ռաֆայել եղբայր։ Ռաֆայել եղբայրը խոսում ասում ինչ լավ այսօր sense լավ հին երգեր են երգում, հիշեցի այդ օրերը, անուշ երգեր, ասում չէ ուղղակի փորձ չեն արել, նոր երգեր չդրեցին, դրա համար կնես մատնում եմ Ռաֆայել եղբայր ջան։ Դրա համար հին երգեր երգեցին։ Ասում եմ Փառք Աստծո, ինչ լավ է որ փորձ չեն արել իրանք այսօր, որովհետև մեզ լիցքավորեցին իրանք ձեզ ելներ։ Ես շատ լիցքավորվեցի փառաբանությունից։ Մենք գտնենք այդ ռազետկան հայերեն ոնց է վարդակ են ասում, չէ՞, վարդակ գտնենք եկեղեցու մեջ, միանանք հոսանքի աղբյուրներին, դա կարող է փառաբանությունը լինել, տնային եկեղեցին լինել, աղոթքաշ ժողովը լինել, սուրբերի այդ հաղորդակցությունը լինել, դու լցվում ու Տիրոջ լիցքերով ես լցվում այդ ժամանակ եւ քո ներսի ուժը, զորությունը կարծես անսպառ է դառնում։ Եսայիա մարգարեության 42-րդ գլխի մեջ կուզենամ հենց հիմա միանանք այդ վարդակին, որը գտնվում է Եսայիա մարգարեություն 40-րդ գլուխ 29-րդ խոսքի մեջ, հրաշալի մի հատված է, որ կարծում եմ օգտակար է ամեն օր այս խոսքերը մեզ վրա հռչակել
եւ դավանել այս խոսքերը։ Եսայի մարգարեություն 40:29 Նա է հոգնածին ուժ տվողը։ Սա ինձ պիտի հիշեցներ մի ծանոթ արտահայտություն, որ մի անձնավորություն պիտի կանգներ Հրեաստանում եւ ասեր. եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Եկեք աշխարհն էլ այդ ռեկլամն ունի։ Սաունաներն էլ նույն բանն են ասում։ Հյուրանոցները, անառակատներն էլ նույն բանն են ասում, բայց նրանք չեն կարող շարունակությունն ասել։ Հիսուսն ասաց. եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Բայց աշխարհը մեզ տագնապ է պատճառում, անեծք է պատճառում, անհանգստություն է պատճառում։ Սերիալները մեզ բթացնում են, ոչ թե հանգիստ են պատճառում։ Քույրեր, եղբայրներ, փախնենք այդտեղից, որովհետև դրանք մեր էներգիան իսկականից տանում են։ Ես երբ որ Վրաստանում եմ տարիներ առաջ եւ հովիվ ընկերներից մեկը մի բան ինձ առաջարկեց, ասեց նայ, ես քարոզից առաջ երբեմն ես հեղուկը խմում եմ, էներգիա եմ ստանում ու ես կատաղած քարոզում եմ։ Վաու, ինչ հետարքիր բան է, մենք Հայաստան դեռ չունենք, հələ պրոգրեսը չի հասել մեզ։ Մի հատ կտաս փորձեմ։ Մեղքս ինչ թաքցնեմ, փորձեցի։ Այդ օրը ոչ կարողացա քնեմ, ոչ կարողացա նորմալ խոսամ։ Այդ օրը նյարդային իմ ամբողջ համակարգ, իմ ամբողջ ուղեղը 200 կմ/ժ արագությամբ էր աշխատում, բայց հաջորդ օրը ես հյուծվել էի։ Եվ գիտեք, այդ հեղուկի փիլիսոփայությունն ինչումն է։ Նա ոչ թե քեզ էներգիա է տալիս, այլ նա վերցնում է վաղվա քո էներգիան եւ այդ ժամին սպառում է քո վրա։ Բայց հաջորդ օրը դու ամբողջովին հալից ընկած ես դառնում։ Դեք սա աշխարհն է, որ այսպես է։ Իրա տոնուսը այսպիսին է, սպանիչ է, քայքայիչ է, բայց Քրիստոսը մեզ հոգնածներից հանգստություն է տալիս։ Նա է հոգնածին ուժ տվողը։ Կարող ենք բարձրաձայն ասել. նա է հոգնածին ուժ տվողը, ամեն։ Դրա համար ես չեմ հավատում հոգնած հավատացյալներին, որ իրանք միշտ հոգնած են։ 10 տարի առաջ հանդիպում ես իրան, եղբայր ջան, ոնց ես, դե ես պայքարներով եմ անցնում, գիտես, ես դժվարություններով ծխելու դեմ եմ պայքարում, եղբայր ջան, փառք Աստծո, եթե ինքը նոր ապաշխարած, նորմալ է դա։ Անցնում է 10 տարի։ Եղբայր ջան, ոնց ես, հիշում ես 10 տարի առաջ որ հանդիպեցինք, հիմա ոնց ես։ Եղբայր ջան, յոլա, մի ձև, սենց կոտորվում եմ, ծխելու դեմ եմ պայքարում, մի ձև, սենց փորձում եմ էլ այդ Տիրոջ մեջ լինեմ։ Սա հոգնած հավատացյալն է, սա չի Աստծո զորությունը։ Տիրոջ խոսքը առ Զորաբաբել սա էր, ոչ թե ուժով եւ ոչ թե կարողությունով, այլ Աստծո հոգով, ասում է Տերը։ Մենք չենք կարող մարդկային ուժերով քրիստոնյա լինել, քույրեր եղբայրներ։ Մենք չենք կարող մեր ջանքերով արդարանալ Աստծո առաջ, սուրբ կյանքով ապրել, արդար կյանքով ապրել։ Պետք են մեր ջանքերը, բայց առանց Աստծո կարողության ոչինչ են դրանք։ Եվ շարունակությունը ասում է. եւ նա կարողություն է տալիս, չունեցողին զորություն է շատացնում։ Նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում։ Ահա ինչու Պողոս առաքյալը պիտի գրեր. երբ որ ես տկարանում եմ, իմ զորությունը որտեղ է, իմ տկարությունների մեջ է։ Բաներ կան, որ դու կարող ես անել, Տերն ասում է, դե արա, եթե կարող ես անել։ Ես հիշում եմ մեր մոտ մի եղբայր կար, որ թմրամոլ էր։ Երբ որ եկավ ապաշխարության Տերը միանգամից վերցրեց այդ մոլուցք իր կյանքից։ Գիտեք, թմրամոլների համար հրաշք է պետք, որ դա միանգամից գնա։ Եվ առանց հետևանք գնաց։ Տերը իրոք ազատագրեց եղբորը։ Բայց պատկերացրեք, մի բան մնաց իր կյանքում։ Եվ դա գիտեք որն էր, ծխելուց չէր կարող ազատվել։ Եվ մենք ասում ենք, Տեր, այդքան էլ արդար չի։ Եվ վերցնում էր այդ թմրամոլության զգացողությունը, կախվածությունը, Տեր ջան, էդ էլ վերցներ, թո պրծներ էլի, խիտ անջեցիր ես տղուն, ինչի թողեցիր իր մեջ դա։ Եվ մենք երկար աղոթում ենք, մտածում ենք, բայց այս եղբայրը ստացավ իր պատասխանը։ Ասում է, Տերն ինձ մի բան ասեց. այն, ինչի դեմ դու անկարող ես, ես քեզ կարողություն կտամ եւ ես քեզ կազատեմ։ Ես կանեմ քո փոխարեն, բայց այն, ինչը որ դու կարող ես անել, ես քո փոխարեն չեմ անի դա։ Եվ ասում է, երբ որ ես գաղափարը հասկացա, ես հասկացա, որ դա իմ կարողության մեջ է։ Բայց բաներ կան, քույրեր եղբայրներ, մեր կարողությունից վեր են։ Համաձայն եք։
այդ դեպքում հայցում ենք նրա ամենակարողությանը, նա մեզ կօգնի։ Նա է հոգնածին ուժ տվողը, նա է կարողություն չունեցողին զորություն է շատացնում, երիտասարդները կհոգնեն եւ կվաստակեն եւ ընտիրները թուլությունով կթուլանան։ Ես անցած կիրակի մի տուն էի գնացել, այցելության մի ընտանիք էր, որ ընդհանրապես եկեղեցու հետ կապ չուներ, պարզապես Տիրոջ առաջնորդությամբ մտանք մի տուն ավետարանչության։ Եվ այդ տան մեջ քանի հոգիներ կային, քանի ընտանիքներ էին, եւ տղաներից մեկը երիտասարդ մի տղա էր 30-ի մոտ ամուսնացած, դեմքը շատ ծանոթ էր ինձ, բայց չէի կարողանում հասկանալ ով է։ Հետո ինքը ինձ ասեց, իմ դեմքը քեզ ծանոթ չի, ասեցի շատ ծանոթ է, բայց տեղը չեմ բերում։ Ասեց, ես այն Գինեսի ռեկորդագիրն եմ, որ ատամներով մեքենաներ, տանկեր, ինքնաթիռներ եմ քաշում։ Ոս ինչ է տարքիր է։ Դու ասում Տեր, սրան ոնց բերենք ապաշխարության, ամենակարողա Սամսոնն է, գերբնական ուժերի է տիրապետում, բայց այդ ամենակարող անձը կես ժամ անց ծնկների վրա լացում էր Տիրոջ ներկայության մեջ։ Սա Տիրոջ շնորհքն է, քույրեր, եղբայրներ։ Մենք մեր մարդկային կարողությունները Աստծո առաջ ոչինչ է, զերո է, փուչ է, բայց երբ որ Տերն է մեզ զորացնում, հալելույա։ Ես մի կարծեմ բռնցքամարտիկ էր, Իրան էի ծառայում, չեմպիոնատի էր ասել, արդեն մեդալներ ուներ, ջախջախել էր շատ-շատերին, մեծ պատվոգրեր էր բերել մեր Հայաստանի Հանրապետության համար, պատիվ էր բերել, բայց ինքի մոտ լացում էր, ասում եմ մթությունից վախենում եմ, կաղոթես ինձ համար։ Ասում ես տղան ռինգում ոչինչից չի վախենում, ընդհակառակը սաղս իրանից են վախենում, բայց բաներ կա, որ իրան անկարող է դարձնում, որովհետև Աստծո կարողությունը, եթե բացակայում է մարդու կյանքի մեջ, դու կարող ես ռինգում հաղթող լինել, բայց ռինգի ներքևում մեղքից պարտվես։ Համար մենք ասենք Տեր մեզ կարողություն տուր մեղքի դեմ էլ կանգնելու համար։ Եվ ասում է թուլությունով կթուլանան երիտասարդները, բայց Տիրոջը ապավինողները ինչ կլինեն, կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն եւ չեն վաստակի, կգնան եւ չեն հոգնի։ Հալելույա, հրաշալի խոստում մեզ համար։ Ուրեմն չես հոգնում, միթե այսքան տարի վազում ես, մեկ սրա հետևից ես գնում, մեկ նրա հետևից ես գնում, ստեղ եկեղեցի, այնտեղ եկեղեցի, ստեղ ծառայություն, Տիրոջը ապավինողները ուժով ու զորությունով կնորոգվեն։ Եթե դու այսօր նման վիճակում ես եկել եկեղեցի, լավ ու բարի լուր ունեմ քեզ համար, եթե ապավինես Տիրոջը, բավական է այդ թևաթափ վիճակիդ մեջ ձեռքերդ մի պա բարձրացնես դեպի Տերը, եւ նա քեզ կլիցքավորի։ Ինչքան լիցքավորելու լավ ձևեր կան։ Պատկերացեք, եթե ես իմ հեռախոսը դնեմ Վարդակի մոտ, չի լիցքավորի։ Ես պետք է ինչ անեմ, երկու այդ բացասական ու դրական ինչերը մտցնեմ մի խոսքով մեջը, որպեսի հոսանք քաշը։ Իսկ հավատացյալը ոնց է լիցքավորվում Տիրոջից։ Ես բավական եմ երկու ձեռքերը դեպի Տերը պարզեմ, եւ զգամ երկինքը բաց է, Տերը լցնում է ինձ։ Մեկ ուրիշ լիցքավորման ճանապարհ։ Նկատել եք, երբ որ լեզուներով ենք աղոթում, ոնց ենք լիցքավորվում։ Երբ որ փառաբանում ենք Տիրոջը, ոնց ենք լիցքավորվում։ Երբ որ Սուրբ Գիրք ենք կարդում, ոնց ենք լիցքավորվում։ Փառ Տիրոջը այս միջոցների համար։ Եվ ուրեմն ասում եմ, չեն հոգնի կնորոգվեն կարողությունով, այսպիսով, ինչպես վառվել եւ չսպառվել։ Ինչպես։ Դուք գիտեք, հին ժամանակներում կային փարոսներ, հիմա էլ կան փարոսներ։ Պարզապես հին ժամանակներում ես Ալեքսանդրիայի փարոսի պատմությունն է ուսումնասիրում, որը հանրահայտ, կարծեմ հրաշալիքներից մեկն է աշխարհի, որը հիմա չկա, բայց սկզբից ասում է իր տեղում փայտից փարոս է եղել եւ հետո քարից։ Սկզբից փարոսները փայտից էին լինում։ Բայց գիտեք, որպեսզի փարոսը լուսավորվեր, այդ փայտից փարոսը չէին վառում ծայրից ծայր։ Պարզապես իր մեջ մի հատ ճրակ էին դնում, որպեսզի լույս տար։ Հետագայում միջնադարում հայտնվեցին ջահերը, ֆակելները, որոնք նույնպես փայտից էին, բայց այդ փայտը չէր վառվում, այդպես է, իր գլխին լաթ էին փաթաթում, յուղով թաթախված, եւ այդ լաթն էր այրվում եւ չէր սպառվում։ Հետագայում խավար ժամանակներում կային ձեթից ջրակակալներ,
Թեպետ հերու անցյալ չգնանք, 90-ականները ով է հիշում, լամպերը, ֆուջիկաները, այսօր շատ հիշեցինք 90-ականները, էլ ինչեր կային, ալադինները, մոմերը, բայց ոչ թե ֆիթիլն էր վառվում, այլ յուղն էր վառվում իր միջի։ Եվ երբ որ յուղը պակասում էր ճրագակալի մեջ, ինչ էր սկսում լինել, մրում էր, մշում էր, կանայք ստիպված են լինում մաքրել, հետո երբ որ երկար էր տևում, ֆիթիլն էր սկսում վառվել, այդպես է, որովհետև յուղը պակասել էր, նավթը պակասել էր իր միջի։ Գիտեք, նմանատիպ, երբ որ հավատացյալի կյանքում Սուրբ Հոգու ներկայությունը պակասում է, երբ որ Սուրբ Հոգու յուղը պակասում է, սկսում է քո սիրտը արդեն մշել, մրել, դու սկսում ես սպառվել, դու առաջվա պես անում ես այն, ինչ որ առաջ է իր անում, բայց հիմա ուժդ գնում է քեզանից, էլ ներվերը չի հերիքում, նկատել եք, մի անգամից հունից դուրս ես գալիս, բորբոքվում ես, ինչու, որովհետև յուղը սկսել է պակասել, որովհետև դու վառվում ես, այո, բայց սպառվում ես շուտով, իսկ որպեսզի չսպառվես, պետք է քո միջի յուղը շատացնես։ Մատթեոս ավետարան 25-րդ գլխում առաջի խոսքում պետք չի բացել, ես կհիշեցնեմ այդ պատմությունը, հիշում եք կույսերի առակը, քանիսն էին իրենք, 10, բոլոր 10-ն էլ կույս էին, բոլորն էլ փեսային էին սպասում, բայց երկու մասի բաժանվեցին, 5 ինչ էին, իմաստուն են, մյուս 5-ը հիմար, անմիտ, անհաշվարկ, այսինքն, ինչով էին իրանք իրարից տարբերվում, իմաստուն կույսերը միշտ հոգ են անում, որ ավել յուղ լինի իրանց կյանքի մեջ, որ պաշար լինի իրանց կյանքի մեջ, որ երբ որ իրանք սպառվելու լինեն, իրանց պաշարներն օգտագործեն եւ դրանցով առաջ գնան, բայց հիմարները պաշար չունեն, հիմարները ուրիշներից են ուզում պաշար վերցնեն։ Գիտեք, այսօր էլ եկեղեցիների մեջ կան, ներեցեք այս արտահայտությանս, ես չեմ ասում, ավետարանն է ասում, կան հիմար կույսեր, կան իմաստուն կույսեր։ Իմաստուն կույսերը իրանց յուղը վերցնում են, երբ որ վերցնում են Տիրոջ խոսքն ու քամում են, յուղ են ստանում իրանց համար։ Երբ որ մտնում են իրանց աղոթքի սենյակ, իրանց ճրագակալը յուղով են լցնում։ Երբ որ փառաբանության մեջ միանում են Տիրոջը, յուղվում են իրանք։ Հիմար կույսերը, կներեք այս արտահայտությանս, իրանց յուղը միայն ինտերնետում են ման գալիս, YouTube-ում են ման գալիս, Facebook-ում են ման գալիս, իրանց մի հատ տպավորիչ բան ա պետք, որ իրանք ստրեսի ենթարկվեն, ոգևորվեն, որ կարողանան մի շաբաթ էլ ապրեն այդ ոգևորվածությամբ։ Էլի հիշում եք 90-ական թվականները, երբ որ ֆիլմերը մտան մեր հասարակության մեջ, Բրուս Լին, Ռեմբոն, այդ ժամանակ պատանիներին թվում էր, երբ որ Ռեմբոյի ֆիլմերն նայեն, իրանք է Ռեմբո կդառնան։ Դա ոգևորվածություն էր ընդհանրապես։ Կամ նույնպես հոգևոր Ռեմբոները, Բենիհին եմ այսօր նայել, իմ հետ չխոսակ, իմ հետ խոսալ չի լինի, թաչ կանեմ ձեզ բոլորից։ Ու սկսում ենք իր ձայնի տոնայնությունը կրկնել, ես Բենիհինի օծությունն ունեմ, Ռենհարդ Բոնկեն տելևիզորով աղոթել է ինձ համար։ Եվ ես նկատում եմ, ուր են այդ մարդիկ այսօր, ուր են այդ 90-ականների ոգևորված սերունդը, որոնք ապրում էին վիդեոկասետներով, որոնք հիմա ինտերնետի մեջ խճճվել են, չկան եկեղեցական կյանքի մեջ, ինքնաբավ են դարձել, որովհետև գիտեք ես ում եմ հետևում Facebook-ով։ Ինձ դա չի հետարքում, ինձ հետարքում է դու սրտով Հիսուսին հետևում ես, թե ոչ։ Յուղդ Իրանից ես առնում, թե պոլուֆաբրիկատներով ես ապրում։ Դեք այսօր ամերիկյան հասարակությունը, փառք լինի Տիրոջը սիրելիներ, ամերիկյան հասարակությունը ամենաանառողջ հասարակությունն է, ֆիզիկական առողջության առումով, գիտեք ինչու, որովհետև պոլուֆաբրիկատներով են իրանք ապրում, որովհետև իրանք իրանց ձեռքով չեն պատրաստում, իրանք չեն գնում ձերպես, քոլերը, անտառները, բանջար չեն ուտում, չեն հավաքում սինդրիկ, ծնեբեկ, չգիտեմ էլ ինչեր ունեք, որ երևանցիների համար խորթ է այդ անունները։ Դրա համար տարբերվում ենք։ Պոլուֆաբրիկատներով մեծացած սերունդը ռախից սերունդ է լինում, սերներ, բայց ովքեր իրանց ձեռով են հավաքում, իրանց ձեռքով են պատրաստում, բնական դա առողջություն է ապահովում։ Ահա թե որտեղից է մեր զորությունը գալիս, ահա որտեղից է մեր յուղը գալիս։
Առաջի Հովանես, երկրորդ գլուխ 20-րդ խոսք, հետո 27-րդ խոսք, ասում է դուք օծություն ունեք այն Սուրբից։ Տվել է ձեզ այդ յուղը, տվել է ձեզ այդ օծությունը եւ կարիք չունեք, որ մեկը ձեզ սովորեցնի, այսինքն ոչ թե որ մերժենք մարկանց ուսուցումները, այլ մենք անմիջապես նրանից ենք ուզում առնենք մեր բաժինը, մեր օրհնությունը։ Գաղատացիներ 2:19-20-ում ասում առաքյալը Պողոս, որտեղից քեզ այդքան ուժ, այ Պողոս, ամբողջ փոքր Ասիան ոտատակ արեցիր։ Ասում ամբողջ Ասիան լցրեց ավետարանով, իրիք չգնաց Եվրոպա, վերջում էլ գնաց կայսերի առաջ կանգնես, Պողոս, ով էր քեզ այդքան քաջալերում։ Ապրում էր մի դարում, որ չկար հեռախոս, չկար SMS հասկացողություն, չկար Facebook, չկար YouTube, բայց կային գրքեր ու մագաղաթներ, որ պիտի Տիմոթեոսին գրել գալուց հետդ կբերես անպայման։ Որտեղից էր Պողոս իր զորությունը վերցնում։ Սուրբ Հոգու ներկայության մեջ եւ պիտի գրեր, որովհետեւ այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է իմ մեջ ապրում։ Ահա իմ ճրագիս մեջ ով է այդ յուղը։ Յուղը օծյալն է, Քրիստոսն է ամեն հավատացյալի մեջ։ Քույրեր եղբայրներ, նա է մեզ ոգեշնչում, ներշնչում զորավոր կյանքի համար։ Եվ Պողոսն այսօր չկա։ Ինչպես չկան այն բյուրավոր աստղերը, որոնք մի ժամանակ եղել էին, բայց չկան։ Բայց գիտեք այդ աստղերի ինչը կան։ Այդ աստղերի լույսը, ճիշտ է Ռաֆայել եղբայր, մինչև հիմա կան։ Գուցե ասում են, ես չգիտեմ, բայց ասում են կան աստղեր, որ միլիարդավոր տարիներ առաջ եղել են։ Ես չգիտեմ արարչագործությունից առաջ կամ արարչագործության մեջ ոնց է դա եղել, բայց հաշվարկել են ինչ են այն միլիարդավոր տարիներ առաջ եղել են, բայց հիմա այլևս չկան, բայց այն լույսը, որ հիմա մեզ հասնում է, այդ աստղի լույսն է։ Որ մենք նայում ենք երկնքում, իրանք այլևս չկան, բայց լույսը քանի որ կա, իր հետքը թողել է։ Քույրեր եղբայրներ, Պողոսը չկա այսօր։ Նա այդ մարող աստղի պես վերացավ։ Նա էլ է սպասում արդարների հարության, ինչպես Փիլիպեցիներին էր գրում, որ հասնեմ այդ երանավետ, այդ առաջի հարությանը, ես էլ հասնեմ։ Նա հիմա սպասում է այդ խորը նիրհից արթնանա, հարություն առնի, բայց Պողոսի լույսը մինչև հիմա կա։ Մինչև հիմա նա շողարցակում է, մինչև հիմա նա խոսում է մեզ հետ, որովհետև այնքան լիցքերով է լիցքավորված։ Հիշում եք մի մարգարե կար, անգամ մեռած տեղում հարություն տվեց։ Հիշում եք Եղիսեին, մեռած էր, բայց ոսկորները այնքան էին ներծծված Աստծո կենարար զորությունով, որ նրան դիպչողը հարություն էր առնում։ Ես ուզում եմ քույրեր եղբայրներ ամեն մեկս այնքան ներծծված լինենք, թախթախված լինենք, շաղախված լինենք Քրիստոսի ներկայությունով, որ անգամ երբ որ ես քայլեմ ու իմ շուքը մեկի վրա ընկնի առանց իմ իմանալու, այդ մեկը բժշկվի։ Այդ մեկը իմ ներկայությունից հարություն առնի իր հույսերը, այդ մեկը արթնանա իր քնից, այդ մեկը իր մեղքերի համար հանդիմանվի, որ ես չլինեմ ուղղակի յոլա տանող հավատացյալ, ես լինեմ մեկը, որի մեջ ապրում է Քրիստոսը։ Ինչպես Ռաֆայել եղբայրն ասեց, իշասես մկոն ասում է, որ նայեց իր աչքերի մեջ Քրիստոսին տեսա, ասի դու շատ գեղեցիկ ես։ Նա է մեր յուղը, մեր գեղեցկությունը, մեր կյանքը, մեզ ստիմուլ տվողը, մեզ էներգիա ու զորություն տվողը, նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Եսայա մարգարեության 60-րդ գլուխ առաջի խոսքում եւս մի կարևոր լիցքավորող խոսք մեզ համար, Եսայան հետևյալն ասեց, 61-ը, վեր կաց լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, ինչ տիպիկ նկարագրություն, այդպես է, նայում ես աջ խավար է, ձախ խավար է, ոչ մի լուսավոր բան չկա այս աշխարհի մեջ, բայց այդտեղ կանգ չի առնում մարգարեն, խավարը ծածկել է երկիրը և մառախուղ ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը, ալելույա, նա մեզ վրա ծագում է, լուսավորում է, իր ժպիտն է մեզ պարգևում և դա մեզ շնորհ է տալիս առաջ գնալու համար, դա մեզ կարողություն է տալիս, որ մենք մեր պաշարը վերցնենք։ Առակաց գիրքն է ասում է մարդու հոգին ինչն է, Տիրոջ
ճրագն է։ Եվ Տերը ասում է, լուսավորում է Սաղմոսի խոսքերից, ասում է, Տերը լուսավորում է իմ ճրագը։ Հրաշալի մի խոսք։ Եվ ես կուզենամ վերջում բացենք Ղուկաս ավետարան 12-րդ գլուխը։ Ահա ինչ է ասում Տեր Հիսուսը։ Թող ձեր գոտիները պինդ կապված լինեն մեջքին ձեր։ Ղուկաս 12:35։ Եփեսացիներ 6-րդ գլխի մեջ պիտի Պողոս առաքյալն ասեր մեր գոտիները որոնք են, ճշմարտության գոտին, որից կախվում է Աստծո հոգու սուրը, ճշմարտության գոտին։ Թող ձեր գոտիները պինդ կապված լինեն ձեր մեջքին, իսկ ձեր ճրագները ինչպես լինեն, վառված լինեն։ Ինչու համար, որովհետև օրերը չար են, օրերը խավար են, իսկ մենք ճրագի կարիք ունենք։ 119 Սաղմոս։ Քո խոսքը ինչ է։ Ճրագ է իմ ոտքերին։ Ահա որտեղից է մեր լույսը։ Ահա ինչն է պատճառը, որ մենք վառվում ենք ու չենք սպառվում։ Մի անգամ մեզ մոտ մի Աստծո ծառա եկավ, Վիլսոն եղբայրը, այստեղ էլ է շատ ծառայել։ Շատ քաղցր եղբայրից, իրան շատ սիրեցի։ Մի անգամ բեմ էի բարձրացել, որ իրան թարգմանեի եւ սխալմամբ Աստվածաշնչից փոխային iPad-ս էի վերցրել։ Դե ասում եմ, իրա մեջ էլ Աստվածաշունչ կա, ի՞նչ տարբերություն։ Եվ ինքը բեմի վրա ինձ խայտառակեց, ասեց, նայ, այդ որ ունես, դա ճշմարիտ Աստծո խոսքը չի։ Եվ ինձ ստիպում է, որ ես է թարգմանեմ։ Բայց ասում եմ, ինչու է նույն առատ թարգմանություն iPad-ի մեջ է։ Ոչ, ասում է։ Աստծո ճշմարիտ խոսքի զարյատկան երբեք չի նստում։ Իսկ քո iPad-ի զարյատկան մի օր կնստի, բայց այս գրքի զարյատկան երբեք չի նստի։ Հալելույա։ Դրա համար այդ օրվանից գիրքս հետս եմ վերցնում։ Մենք լիցքավորվում ենք Աստծո խոսքերով, լցվում ենք նրա խոսքերով։ Դրա համար Պողոս առաքյալը պիտի գրեր 2 Կորինթացնի 4:19, 18, ասում է թեթև նեղությունները, որ մենք կրում ենք, Պողոս, ինչ թեթև նեղություն, դու տեղյակ ես մեր նեղություններից, հետո ինքը տեղյակ է պամ իր նեղություններից։ Այն որ կարդում եմ Պողոսի նեղություններից, էլ ես ամաչում եմ իմ նեղություններին նեղություն անվանեմ։ Ասում եմ, այսքան անգամ ծեծվեցի, այսքան անգամ անդունդի մեջ բրախված ընկած, լեզվով ասած, անհույս վիճակում էի եւ այլն։ Հետո ասում եմ թեթև նեղություն։ Հետո ասում եմ ինչու չեմ Բաղդադի, որտեղ ասում եմ հավիտենական փառք կա մեզ համար պատրաստած։ Եվ ես նայում եմ ոչ թե նեղությանը, այլ նայում եմ հատուցմանը, որ իմ նեղությունների պատճառով Տերը ինձ կտա։ Ես դրա համար ուրախանում եմ։ Այս վերջերս էի կարդում, մի բան էլ հայտնաբերեցի Ռաֆայել եղբայր, ոչ եմ շատ խոսում, հա։ Հենց տեսնեք չափ հասնում եմ, հազացեք, այդտեղով կհասկանամ արդեն մի քիչ ինչի, կամ ամեն ասեք շուշուտից։ Եվ մտքերի մեջ էի զանազան, եւ չգիտեմ ինչու, որտեղից ինձ ներշնչվել էր, որ վայ, եթե իմ մասին վատ բաներ մարդիկ խոսան, անեց կգա ինձ վրա, փորձանքների մեջ կընկնեմ, կամ երբ որ գիտեք այս սուպեր խարիզմատիկ հիվանդությունները, մեկի հետ մի բան ալնում, ասում են հաստատ իմ մասին խոսում են, որ sense փորձանքներով եմ ես անցնում։ Իհարկե հոգևոր պայքար կա, ես դրան հավատում եմ, բայց երբ որ ես այդ վախերի մեջ էի, մի անգամից զգացի կարծես ինչպես Սուրբ Հոգին ինձ մխիթարեց, որ ասես միթե քո Տերը չի ասե քեզ, երբ որ քո մասին վատը խոսեն, ինչ արա, ոչ թե խաչակնքվի, ոչ թե վախեցի, ոչ թե ասա Հիսուսի արյունին վրա լինի, հանկարծից ոչ մի անես չկպնի, մի վախեցի, ընդհակառակ ասեց ուրախացեք, ու ուրիշ բան էլ ասեց, վախեցեք, վայ ձեզ, եթե սաղ ձեր մասին լավ բան խոսան։ Այդ ժամանակ վախեցիր, բայց ուրախացիր, երբ որ մարդիկ քո մասին նաև վատը կխոսան, կզրպարտեն քեզ, կամբաստանեն քեզ, ուրախացիր, պետք չի վախենալ, որ մի հատ ազդեցություն գա քո վրա, եթե վախենաս կգա, բայց ուրախանաս, բայց ինչու ուրախանամ, Հիսուսն ասեց, որովհետև ձեր վարձքը երկնքում շատ կլինի։ Ոչ թե ուրախանում եմ, որ ես մանյակ չեմ, որ իմ մասին վատը խոսան, ես ուրախանամ, ուղղակի անիմաստ։ Սա սադիզմ է ուղղակի։ Այո, բայց երբ որ իմ ուրախությունը որտեղից է գալ, երբ որ ես իմանում եմ, որ որքան շատ չարախոս են, այնքան վարձքս է շատանալու։
Ինչ հետարքիր մեթոդ է։ Դրա համար ես ինչ եմ ասում, թող չարախոսեն։ Ինչ ես բա տենց ուրախ, որովհետև վարձքը շատանում է, դա հենց ուրախություն է պատճառում։ Ինչի չես սպառվում այդքանից հետո, որովհետև ես ոչ թե նայում եմ այդ թեթև նեղություններին, այլ նայում եմ ինձ հատուցանող Աստծուն, նայում եմ զորագլուխին, որ ինձ անընդհատ զորացնում է։ Մի խենթ կար Ստեփանոս անունով, գիժեր այս մարդը, մեր չափանիշներով, քաշեցին, տարան, դատաստան, պիտի մահվան դատապարտ էին, այս Ստեփանոս գնա մի հատ ծանոթ գտի այդ դատավորների մեջ, դուրս արի, ճողոպրի, կա շարք տուր, կամ անհանգստացի, ասում են նայեցին, տեսան նրա դեմքը ինչ էր, հրեշտակի երեսի պես փայլում էր, ինչու, որովհետև ասես տեսնում եմ նրան, որ կանգնած է ինձ համար։ Աստծո մարդը չի նայում մարդկանց զրույցներին, խոսքերին, քարերին, զրպարտություններին, այլ նայում է թե Տեր, իմ վարպետ, իմ մարզիչ, դու ինչ կասես իմ մասին, ահա որտեղից է գալիս իմ էներգիան, իմ զորությունը։ Եվ ամենավերջի խոսքն եմ, խոստանում եմ ձեզ, մեջ բերում ես, Գաղատացիներ 5-րդ գլուխն եմ։ Գաղատացիներին գրում է Պողոս առաքյալը, բայց մի հատ էլ տեղ պետք է կարդամ, ուզեք չուզեք։ Մատթեոսում ասում է դուք եք աշխարհի լույսը, ճիշտ 5-րդ գլուխ։ Ասա Հայկ ջան, դու ասա։ Գաղատացիներ 5:7-ը ասում է լավ էիք վազում։ Լավ էիք վազում։ Լավ սկսեցիք ձեր ասպարեզը։ Երբ որ այսօր հետ եմ նայում 90-ական թվականները, Ռաֆայել եղբայր, լավ էինք վազում, չէ։ Եկեղեցին շատ լավ էր վազում, եթե այդպես վազեր, այսօր Հայաստանի կեսից ավելին արդեն վերստին ծնված ապաշխարած Աստծո զավակներ կլինեն, եւ այս երկիրը թշվառության մեջ չէր թաթախվի։ Պողոս անցյալ ժամանակով է խոսում եւ շարունակում է. լավ էիք վազում ձեզ, ով ետ կանգնեցրեց, որ չհնազանդվեք ճշմարտությանը։ Ես ուզում եմ ամեն մեկս հիմա մեր կյանքը քննենք, քույրեր, եղբայրներ։ Հիշիր քո ապաշխարության օրերը մի հատ։ Հիշիր առաջի սերդ, ոնց էիր վազում եկեղեցի, ոչ թե օրերը, ժամերն էիր հաշվում, կիրակին երբ պետք է գա, որ դու եկեղեցու մեջ լինես, եւ ափսոսում էիր, որ ժողովը շուտ է ավարտվում։ Հետո ինչ եղավ քեզ հետ, ով քեզ կոտրեց, ինչը քեզ հիասթափեցրեց, ինչու դու դադարեցիր այդ տեմպդ, ինչու այդպես չվազեցիր, ինչու միթե դա ոգևորվածություն էր պարզապես։ Ռուսերեն ասում է «Տիխը եջеш, դաշը բուջеш»։ Բայց մարդիկ կային, ովքեր այստեղ քույր եղբայրներս 30 տարի, գուցե գլուխները կախ, գուցե շատերը տեղյակ էլ չեն եղել իրանց նեղություններից ու դժվարություններից, գուցե շատերը անգամ իրանցից առաջել են ընկել։ Հաջողություն են այլ իրանց, ասեն, դու հետ մնացի, դու հետամնաց հավատացյալ ես։ Ես խարիզմատիկ շրջանակների մեջ մեկը մյուսին, որ ուզում են վիրավորեն, ասում են դու կրոնավոր ես, դու 50-ական ես։ Ինձ համար դա կոմպլիմենտ է կներեք։ Դու հետ ես մնացել մեզանից։ Թող մի քիչ էլ անցնի, մի քիչ էլ անցնի։ Հետո կգա ժամանակ, երբ որ կկանգնես դու հաղթողի պատվանդանին եւ դափթիները կտաս Հիսուսին։ Դու կհասկանաս, որ դու տեղ ես հասել եւ չես զիջել, այլ առաջ ես գնացել, ամեն։ Այդտեղն ուզում եմ գտնեմ Գործք առաքելոցից հրաշալի մի խոսք է Պողոսին նկարագրող Գործք 18:5-ն է ասում։ Գիտեք, Պետրոսը շատ ոգևորվող տղա էր սկզբում, հիշում եք։ Ոգևորվում էր, դու ես Մեսիան, Աստծո որդին, թեպետ հայրն իրան հայտնեց, բայց իր ոգևորվածությունն էլ խառնեց։ Հետո ջանջիգարով սենց ասեց Տեր ջան, քավլիցի տենց բանը լինի, ես կյանքս կտամ քեզ։ Հետո ուր էլ գնաս հետդ կգամ, ես քեզ չեմ թողնի մենակ, ոգևորվում էր, բայց մի հատ աղախնու մոտ, աղախնու ծառայի մոտ ուրանում էր Հիսուսին։ Եղիան ոգևորվում էր, երկնքից կրակ էր իջնում, բայց մի հատ Հեզաբելի խոսքերից կոտրվում էր։ Այս Պողոսը Գործք առաքելոց 18-րդ գլուխ 5-րդ խոսքում գրված է իր մասին։ Երբ որ Շիղան ու Տիմոթեոսը իջան Մակեդոնիայից, հիշում եք մի անգամ Պողոսին, երբ որ ծեծեցին, հետո պուլսը չափեցին, տեսան մեռել է, տարան աղբանոց գցեցին, ասին մեռավ։ Եղբայրներն ասում են իր կողքը հավաքվեցին։ Գիտեք, երբ որ եղբայրները մեր շուրջ են հավաքվում, մենք էներգիա ենք ստանում,
մենք սկսում ենք լիցքավորվել նորից, ամեն, էտա որ սուրբերի հաղորդակցությունը մեզ սեն զորացնում է, ասում եմ վեր կացավ, թապ տվեց փոշին, նորից մտավ քաղաք, այ Պողոս նոր քեզ դե սպանեցին, հիմա ուր ես գնում, հետ արի, իրան կանգնացնել չէ լինի, դրա համար գրված է, Պողոսը, երբ որ ասում է հետ եկան տեսան Պողոսը հոգով վառվում էր, վկայելով հրեաներին, թե Հիսուսն է Քրիստոսը, հալելույա, ահա Պողոսի էներգիայի աղբյուրը որտեղից էր գալիս, ահա ինչու էր Պողոսը վառվում ու չէր սպառվում, ու մինչև հիմա չի սպառվում իր լույսը, իր թղթերը դեռ մեզ հետ խոսում են, իր շուքը դեռ մեր եկեղեցիների վրա է, իր անունով զավակներ են ծնվում, տաճարներ են կառուցվում, ուսումնասիրություններ են լինում, որովհետև նա վառվում էր ու չէր սպառվում։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ քույրեր, եղբայրներ, Տիրոջ Սուրբ Հոգին այստեղ է, որպեսզի մեզ վառի ու չսպառի։ Ահա թե ինչը գրավեց Մովսեսի ուշադրությունը, էս մորենին ուրիշ է, էս ուրիշ մորենի է, այստեղ մի գեղեցիկ եկեղեցիկ է, չէ, այրվող մորենի, օրհնյալ քույր եղբայրներն են մեր վաճկի եղբոր գլխավորությամբ, բայց ես ուզում եմ ամեն մեկս այդ այրվող մորենին լինենք, որ գրավենք մարդկանց ուշադրությունը։ Գիտեք, մարդիկ չեն պարզապես փոխվի եւ տպավորվի բոցաշունչ քարոզներից, բոցավառ քարոզիչներից, դա կարող է մարդուն ժամանակավոր տպավորություն թողնի, կարող է ոգևորի, կարող է անգամ մի երկու կաթիլ ընկնի մարդու աչքից, բայց դա մարդու կյանք չի փոխի։ Մարդու կյանքը փոխվում է մի բանից, երբ որ տեսնում է քո մեջ մի բան կա, որը վառվում է ու չի սպառվում, որը հավիտենական կրակ է, որը այո այդ անմար կրակն է, ոչ թե կոմունիստների կառուցած, ոչ թե սոցիալիստների վառած, այլ Քրիստոսի վառած կրակն իմ մեջ անմար կրակ է, անմահ կրակ է, եւ այդ կրակի առաջ կխոնարհվեն մարդիկ, երբ որ այդ կրակի մեջ տեսնեն նրան, հալելույա։ Մեր գլուխները խոնարհեցնենք մեր Տիրոջ առաջ, ով Աստված, դու որ բնակվում ես հավիտենական կրակների մեջ, անմատչելի, անհասանելի լույսի մեջ, անքննելի իրականության մեջ, քո գաղափարները վեր են մեր գաղափարներից, քո ճանապարհները մեր ճանապարհները չեն, խորհուրդներդ անիմանալի են մեր մարգային տկար մտքին, եւ մեր բառերը ու մեր լեզուն անկարող է նկարագրել քո անսահման բարությունը, զորությունը, կյանքը, որ ունես քո մեջ, դու ես, որ քո մեջ կրում ես տիեզերքները, գալակտիկաները, աստղերը, կրում ես մեզ և երբեք չես սպառվում, որովհետև դու հավիտենական Աստված ես և դու որոշեցիր բնակվել մեր սրտերի մեջ։ Քաղատացիների թղթում առաքյալը գրում է, նրա հոգին բնակվում է մեր սրտերի մեջ, ահա մեր սիրտը, որ դարձավ Տիրոջ ճրագակալը, որի մեջ յուղ կա, որի մեջ կրակ կա։ Տեր, այսօր մենք մեր ձեռքերն ենք բարձրացնում դեպի քեզ, լիցքավորիր մեզ քո եկեղեցու մեջ, լիցքավորիր մեր կյանքը սիրուտ լիցքերով, խաղաղության լիցքերով, խոսքիդ հավիտենական լիցքերով, լիցքավորիր երկնային կրակարանների, բուրվարների, խնկամանների միջի կրակը իմ մեջ դիր և անմահությունը բնակեցրու իմ մեջ։ Շնորհակալություն քեզ Հայր, շնորհակալություն քեզ Հայր, որ հիմա մեզ վառում ես, ոչ թե օտար կրակներով, ոչ թե աշխարհային կրակներով, ոչ թե մարմնական կիրքերի կրակներով, ոչ թե ոգևորվածության կրակներով, այս Սուրբ Հոգուդ կրակով, այն կրակով, որով այցելեցիր Մովսեսին, այն կրակով, որ իջեցրեցիր Կարմեղոս լեռան վրա, այն կրակով, որ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ էր, այն կրակով, որ Պողոսի մեջ էր բոցավառվում, այսօր այդ կրակը դնում ես մեր մեջ, որովհետև կրակը ոչ միայն սիրելիներ
ջերմություն է տալիս, կրակը նաև լույս է տալիս։ Եվ Հիսուսն ասեց, դուք եք աշխարհի լույսը, իսկ եթե ես չվառվեմ, ո՞նց կարող եմ լինել աշխարհի լույսը։ Մարդիկ կրակի շուրջ հավաքվում են, որովհետև ջերմություն կա։ Ահա թե ինչպիսին պետք է լինի Աստծո զավակը։ Քեզ փառք ու պատիվ իմ Աստված։ Այս կրակի երաշխիքն ինձանից չի, դու ես երաշխավորում Տեր։ Որ եթե ես կրեմ այդ կրակն իմ մեջ, եթե ես արծարծեմ այդ կրակն իմ մեջ, այն չի մարի, այն չի մարի, այն միշտ ջերմություն ու լույս կպարգևի։ Փառք ես Տեր, օրհնյալ լինի անունդ Սուրբ, մեր սիրելի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն, ամեն։ Ալելույա։ Եկեք փառք տանք Տիրոջը։ Եղբոր խոսքի համար